Մեծ։ Դե ինչ անցնենք խմորաշերտների։ Մի հատ էլ ասա։ Բարև բոլորին, բանջարի ճաշից հետո որոշեցի այսօր միասին պատրաստենք մի շատ համեղ կերակուր, որը բերդավանցիները շատ սիրում են։ Խոսքը խանգալի մասին է, շատ վայրերում, շատ մարզերում, գյուղերում հայտնի է թաթարբորակի անունով, բայց բերդավանում այն կոչում ենք խանգալ։ Եթե այս օրերին հավաքված եք տան ընտանիքներով, ինչը անխուսափելի է այս օրերին, եւ դրսում ցուրտ է, ուստի խանգալը ճիշտ ժամանակն է պատրաստելու։ Եկեք անցնենք գործի, ես էլ կապել եմ իմ կարմիր ունգլուկը, ունգլուկը նույն ինքը կոկնոսն է, գիտեք, մեր բարբառում ասում ենք ունգլուկ։ Եկեք անցնենք գործի եւ վերջում համեղ խանգալ վայելենք միասին։ Խանգալի համար մեզ անհրաժեշտ է նախ առաջին հերթին խմոր, որի համար անհրաժեշտ է ալյուր, աղ, ջուր, դրանք կարևոր բաղադրիչներն են, բայց ես ավելացնել եմ նաև 2 ձու, որպեսզի խմորը ավելի որակյալ լինի, եւ մեզ անհրաժեշտ է սոխառած, որը հետո կպատրաստենք, եւ մածուն եւ սխտոր մածուն։ Դե ինչ, սկսենք խմորից, անցնենք գործի եւ պատրաստենք խմորը։ Արդեն ավելացրեցի 2 ձուն եւ 1 այսպիսի բուռ աղը։ Հիմա պետք է ավելացնեմ ջուրը, ասեմ ձեզ, որ ավելացնում եմ ըստ աչքաչափի 1 կիլոգրամ ալյուրի համար, մոտավոր մինչև կես լիտր ջուր, որովհետև մեզ անհրաժեշտ է բավականին պինդ խմոր։ Դե ինչ, սկսեմ խմորը։ Բաղադրիչներն իրար խառնելուց հետո ավելի նպատակահարմար է խմորը շարունակել հունցել սեղանի վրա։ Եվ պատրաստ է մեր խմորը, տեղափոխում ենք այն եւ թողնում հանգստանա 20-ից 30 րոպե, իսկ այդ ընթացքում կպատրաստենք սոխառատ եւ սխտոր մածուն, որպեսզի ժամանակ չկորցնենք։ Այժմ եկավ ժամանակը, երբ որ պետք է խմորը բաժանենք գնդերի եւ բացենք մեծ լիստեր։ Ցանկալի է, որ մեծ գնդեր չլինեն, որպեսզի հեշտությամբ բացեք եւ շատ չտանջվեք։ Տեղափոխենք խմորը, արդեն հանգստացած, ու բաժանենք հավասարաչափ մասերի։ Ստացանք 7 գունդ, որը պետք է բացենք հերթականությամբ։ Եկեք սկսենք։ Ասեմ ձեզ, որ պետք է ալյուր շատ օգտագործենք, որպեսզի խմորը չկպչի ամեն դեպքում։ Կրտնակով մի փոքր բացելուց հետո մեծ օգնության է հասնում մյուս կրտնակը, որը այստեղ
մենք բերթավանում կոչում ենք շատերս երևի թե ուխլարի։ Ինձ թվում է շատերը առաջին անգամ եք լսում ուխլարի բառը, երևի թե վրացական ծագում ունեցող բառ է, որը շատ ավելի լավ է բացում խանգալը։ Բացելու ընթացքում ուզում եմ ձեզ մի այսպիսի լեգենդ պատմել, թե խանգալ բառը ըստ լեգենդի որտեղից է առաջացել։ Հիմնականում այսպիսի ուտելիքներ կան, որոնք կովկասյան ուտելիքներ են համարվում և մեր պետությունները միշտ պայքարի մեջ են ու դժվար են չէ տարբերակում թե որ երկիրն է պատկանում տվյալ ուտեստը։ Խանգալը նույնպես։ Խանգալի հետ կապված այսպիսի մի լեգենդ կա, իբրև թե տարիներ առաջ հարսը գալիս է, նորահարսը տանն է լինում ու կիսուր մայրիկը գալիս է տուն և հարսին ասում է խանը գալիս է, արագ մի բան պատրաստիր ու խանը գալիս է բառակապակցությունից մենք ունենք խան գալ ուտելիքը և իհարկե հարսը արագ ինչ է անում, խմոր է պատրաստում, սոխարած, խմորը կտրատում է, խաշում և ուտում է։ Խմորաշերտերը պատրաստելուց և սոխարած պատրաստելուց հետո արդեն մենք երրորդ փուլում ենք, խանգալի պատրաստման, հասել ենք կտրատելու փուլին։ Արդեն փաթաթված մեր խմորաշերտը կտրում ենք, այսպես գեղեցիկ, ու մատները որ դնում եք այսպես, արդեն դուք հասկանում եք ինչ չափի պետք է լինի։ Այսպես բոլոր խմորաշերտերը շարում ենք այլ նախապես պատրաստված ամանի վրա։ Ահա մեր խմորաշերտերը արդեն պատրաստ են, որը որ պետք է արդեն անցնենք եղման գործընթացին, ջուրը եղում է, որի մեջ ավելացրել եմ նաև աղ, սակայն մինչ այդ մեկ կարևոր հանգամանք, մենք պետք է նախապես պատրաստենք այն ամանը, որի մեջ մատուցելու ենք մեր խանգալը։ Ես վերցրել եմ նման աման ու նաև մեկ այլ ունեմ։ Ինչ ենք անում։ Նախապես պատրաստված սխտոր մածունը մեր շատ սիրելի, որը որ արդեն տեսակ, պարտադիր լցնում ենք ամանի տակ։ Նու ցանկալի է, որ ամբողջ մակերեսը ծածկի, այսպես։ Արդեն սա պատրաստվել է և այստեղ էլ կլցնենք մի քանի գդալ։ Թե ինչ անցնենք խմորաշերտերի եփման գործընթացին։ Five minutes later.
գեղեցիկ եւ ախորժելի տեսք ստացանք խանգալի եւ այն պետք է արագ-արագ մատուցենք, որպեսզի չսարճի եւ վերջ ձեզ եւ մեզ բարի ախորժակ։